Այո։ Եվ նկարը պահեց, բայց դրա համար ոչ մի խոսակցություն, այդ չեմ ասում, որ Նիկոլն ասեց, եթե առանց պատերազմի հանձնեինք ինձ դավաճան կասին, ընտի պատերազմները եկամ զոհել դու, դրա հետ կապված ոչ մի երևություն խնդրելու խոսք չկա եւ վեհապար որ նկատմամբ Արշավը շարունակում է իրենց կողմից, երեք նրանց պատգամավորներից մեկն ասել է ինձ համար, ուրեմն այդպիսի հոգեվոր առաջնորդ չկա, մեր կաթողիկոսի մասին խոսելով, բայց օրինակ Փաշազադեն իր համար հոգեվոր առաջնորդ է, այսօր Կրիստինե Վարդանյանը փորձել ազգային ժողովում խոսել, վեհապար որ մասին եւ տեսեք թե ինչ լրտես անձամբ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը Բրավո քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը Շատ լավ է քաղաք ես խաղը քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է Ինչ թվում է հերի քաղաքերի գործիքները շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի Նայեք, բայց ինչ մեկնաբանենք մենք այս տեսարանից, որ սրանք անիծված, իրանք իրենց զգում են անիծված, հենց Աստծո կողմից, հենց ժողովրդի կողմից անիծված անձնավորություններն են, որոնք իրենց էությունով, իրենց ամեն ձևի այսքան ժամանակահատվածում, լինելով թե պատգամավոր, լինելով թե ի պաշտոն է, լինելով թե պատասխանատու համար մեկ ղեկավարներ, այս աղետը այս ժողովրդի գլխին բերած սիրելի հայրենակիցներ, տեսնում եք, չէ՞ ինչա կատարվում։ Աղետ բերած ժողովրդի գլխի մարդիկ ոնց են իրենց դրսևորում, ոնց են իրենց ցույց տալիս։ Սա ինչի՞ց է։ Սա անպատիժ լինելուց է, չէ՞։ Այս խոսքը ես չեմ բանում։ Միջև ես պատժված մարդ չտեսնեմ, բանտում փթած մարդ, որ իր սեփական ժողովրդին ազգին տարելա, կործարման տարելա, այդ ձևի գիտակցաբար, որ իրենք այդ բարերից էլ չեն քաշվում, գիտակցաբար տարել են զոհաբերելու հանուն ինչի, որ այսօր չունենք, այդ իրենք են անվանում այդ բարերը, հանուն ինչ որ խաղաղության, հանուն ինչ որ անկախության, որ չունենք հələ ավելի ծանր ավելի դժվար ճանապարհներ ժամանակներ է մեզ սպասում, որ պիտի հələ տահասնենք, հաղթահարենք։ Ստեղ ինչ մեկնաբանելու բան կա։ Սա մեկնաբանություն չի պետք, սա պետք է սա այսքան ամեն ինչը որ սենց շարունակական է գնում, սրա դեմը առնել։ Այս ամեն ինչը որ սենց արդեն կրկնապատկվում է, սենց մարդիկ որ իրենց այդ ձևի զգում են դրսևորելով ու վիրավորելով աչ ու ձախ այս մեկը մյուսը, սա արդեն հասկանալի է, որ մենք մեզ ինչա սպասում մեր առջևում ինչա լինելու։ Ես չեմ ուզում նման մարդկանց մեկնաբանել, ես ընդհանրապես ուզում եմ տեսնել մի իրական գործողություն, մի իրական process գործողության, որ այդ գործողության process-ը հասնի այն նպատակին ազգային խոսքի մեր արժանապատվության վերականգնման, մեր բոլոր ինչ այսքան ժամանակահատվածում ոտնահարվել է դրա վերականգնման սկզբունքներով։ Այն ինչ վերաբերում է ազգային ժողովում, այն ինչ կատարվում է ազգային ժողովում, բացի այս ինչ որ մենք տեսնում ենք, սրանից էլ մի քանի օր առաջ քառակուսի կիլոմետրերի մասին են խոսում կամ քառակուսի մետրերի մասին են խոսում Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդին պատկանող տարածքին սեփականության իրեն պատմական ու կարևոր ունեցող այդ հանգամանքների մասին են խոսում ու խոսում են գիտեք այն մարդ ովքեր որ այդ տարածքները իրեն ղեկավարման ընթացքում ընդունել են ավելի մեծ քարտեզով, ավելի մեծ քառակուսի մետրներով ու այսօր իրանց ղեկավարման օրոքոր ժամանակի ընթացքում այդ քառակուսի մետրները, կիլոմետրները հանձնել են, վաճառել են ու դրա հիման վրա էլ այսօր դուրս եկած ասում են քառակուսի կիլո, դու դա քո հոր տան կամ քո բնակարանի քառակուսի կիլոմետրը չի, որ դու որոշես քանիսն է քոնը կամ քանիսն է որ ասում պատկանում հայ ժողովրդին։ Այն քառակուսի կիլոմետրներից խոսեք, որ ձեր օրեք կործանվել է։
Այն քառակուսի կիլոմետրներից խոսեք, որ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունն էր։ Կարողանում եք խոսեք, կարողանում եք բարձրաձայնեք այդ հարցը, չեք կարողանում, հարց պատասխանը տամ ինչի համար, Ալիևը գլխների տամաս մի անգամից։ Ալիևից վախում եք, սարսափում եք, դուք եկած ժողովրդի առաջ, աշկի առաջ կանգնած քառակուսի, արա դուք ինչ իրավունք ունեք քառակուսի կիլոմետրից խոսալ, որ հազարամյա տարիներ ունեցող ազգը այնձևի մեծ երկիր է ունեցել, այնձևի տարածքներ է ունեցել ու իրական պատմական տարածքներ, ոչ թե զավթած կամ էլ ոչ թե քոչվորականներով սրանց նման եկած, որ ասում է ուժի սպառնալիքներով կիրառումով այդ որ ասում է այդ հողերին տեր կաղնել, հողին տեր կաղնեք, ոչ թե ձեր որ ասում է քառակուսի կիլոմետր հասկացողության այդ առևտրական մոտնոլորտում առևտրական մոտեցումներին կամ էլ դրա հակառակը ասեմ մինչև օրս Ադրբեջանը ինքը իր քառակուսի կիլոմետրը արտահայտել է լսել եք դուք դրա մասին բայց խիչ եք լսում հարց չի ծագում խիչ են արտահայտում որովհետև քառակուսի կիլոմետրներ կա իրաց ծրագրերի մեջ, որ դա էլ պիտի զավթեն։ Այդ դրա մասին խոս, ձեր ասած քառակուսի կիլոմետրն էլ է Ադրբեջանի պլանների մեջ մտնում որպես ադրբեջանական տարածք։ Ու այդ լեզուն թշնամու բերանում դուք եք դրել։ Ու այդ լեզուն դուք չեք կարող կտրեք։ Ու այդ ատամը չեք կարող ջարդեք։ Ու այդ բերանը չեք կարող փակեք։ Հիմի որ դուք ոչ մի բան չեք կարող հանուն հայ ազգին, հանուն հայ ժողովրդին անելու։ Դուք ձեր էությունով ինչ կարող անեք։ Մենակ ասեք ում կամ Էմույսի կինից ինչքան ավել փող ստանում, ում ընտանիքը կամ ում պատկանելությունն ինչ հարստություն կամ ում եղբայրը ում էսա ազգային ժողովի ձեր դրսևորումը։ Դրա համար է ձևակերպել ազգային ժողով այսօրվա պարագայում։ Ում մտադիր եք որ տենց շարունակական էլ երկար կյանք ունենալու այդ ազգային ժողովը։ Նորից եմ ասում, այսօրվա իրավիճակում սիրելի հայրենակիցներ, սա մեծ խայտարակ իրավիճակ է, ու մարդիկ են խոսում ինչ որ մարդկանց մասին, որ իրանք իրանց էությունով արժանապատվություն էլ չունեն, իրանք հայ լինել իրավունք ունել չունեն ասելու, ուրիշ ինչ որ մարդկանց հայրաքելական եկեղեցու մեր վեհափառից են խոսում։ Դուք պատկերացնում եք երեկվային զիբիլները, որ իրենց բաստողումներով, իրենց որ ասում թշնամական, իրենց որ ասում դավաճանական քայլերով ազգին ժողովրդին բերել են այսօրվա իրավիճակում հայտնել ու հիմի դրանից էլ ուզում են մեղավորներ ճարեն ու գնում են ինչ մարդկանցից են ուզում խոսեն թո դուք ով հայրաքելական եկեղեցի նուր կամ վեհափառուր թո դուք ով մնացած են հերոսներին կամ հզոր մարդկանց այն անցյալ ճանապարհը անցած են մարդկանց, որոնք արձանագրել են, ոչ թե ձեր նման խոսելով, սուտ ասելով, խաբելով, այլ արձանագրել են դրա այդ մարդկանցով։ Բեկեր սենց նկատում ես, այդ նույն ազգային ժողովում բաներ են խոսում նախկիններից կամ էլ ես մեկ Էմույսը։ Դուք ձեզանից ավելի շատ նախկին մարդ չկա։ Դուք այսօր որ կաք, նախկիների շնորհիվ եք, դուք ինչ որ աճել, կրթություն ստացել կամ մարդ իրավիճակում ես հասարակության մեջ 90%-ը ձեզանից նախկիների ժամանակով են դուք ձեր ինչ որ բան ստացել ձեր այսօրվա որ տեսնում եք ձեր ով եք կարող է օթից եք եկել կարող է դուք ինչ որ մի ուրիշն է մի ուրիշ տեղից են բերել գցել ստեղ այդ նույն հանրության մեջ չեք ձեր հասակները որ նայում ես, ձեր անցած ճանապարհը նայում ես, այդ ձեր ասած նույն նախկիների ժամանակներում, բա դուք եք ելել այդ նախկիների ժամանակներում, այսօր դուք եկած նախկիներին եք քննադատում, բա ձեզիկներ եք քննադատեք, բա այդ ժամանակ ինչով եք զբաղված, կամ էլ ձեզ աճեցրել են ինչի համար, որ գաք վաղվա օրը սենց հակառակ բան տակ, որ ասում եմ դեմ տակ, որ նախկիները պահել են ինչ որ ասում եմ այն ինչ որ պահել է մինչև ձեր գալը, բա այսօր դուք եկել եք այդ բան այդ ինչ որ եղել է դրան որ չեք ավելացրել դրանից էլ պակասել է բացի պակասից կործանումներով մարդիկ հայրենիք են կորցրել մարդիկ սրբություններ են կորցրել մարդկային որ ասում եմ կորուստներ են կորցրել բա ինչ ներողության մասին եք ամենը շուշուտ էլ ներողության մասին են խոսում ես շշկրվում եմ նման մարդիկ կայնած մի բառի համար կամ մի բանի համար ներողության մասին են խոսում արա դուք պատկեր Դու ամարդ պիտի ամաչի ներողություն, հələ դու ձեր առածների պատասխանը չտալով մի անգամ չտեսա ձեր կողմից մի հատ ներողություն հայտարարեք, ներողություն բան անեք, ժողովուրդ հետ շփվեք, գնաք այդ տեղահանվածները հետ շփվեք, այդ մարդիկ, որ իրաց սրբությունները կորցրել են, այդքան կորուստից հետո ձեզանից մեկին չտեսա գնաք
մեկի հետ շփվելուց ներողություն խնդրեք, բայց ներողություն խնդրել ինչա, վատ բան է, չէ, ձերը որ ասում եք դուք գիտակցաբար եք արել, այ հանցագործությունը հենց դրա մեջ է, որ ասում եք բար գիտակցաբար եք հազնել այդքանը, զոհաբերել եք, այ ուրեմն դուք այն դավաճան անվան տակ եք, որ դա ձեզ արժանի է ու ձեր պիտակը ձեր ճակատին լինելու է միջև զաղ կյանքի ձեր վերջից, չգիտեմ ինչքան ժամանակներ դուք կարող եք ապրել, բայց ես ասեմ, ձեր ինչքան էլ ապրեք, դա այդքանը ժողովրդի ձեռին է, 10 տարի ապրեք, մի օր ապրեք, 100 տարի ապրեք, ես դրա մասին չեմ խոսում, բայց դուք պատասխան տալու բան, որ ասում է հələ ժամանակը կա, էլի, որ տալու եք այդ պատասխանը, դա ոնց որ դուք եք հիմի օգտվում եք պետության բաներից, այդ հնարավորություններից մի ձևի տես քեզ զգում եք, բայց միշտ ղեկավարներ չեք լինելու, միշտ այդ պաշտպանության բանը չի լինելու, մեզ նման հասարակ մարդ եք լինելու կյանքում, մեզ նման հասարակ մարդ եք լինելու արդեն ընթացքում կյանքի ապրելու ժամանակ, այդ դրա մասին մտածեք, որ պատասխաններ տալու այդ ժամանակ է լինելու, դրա համար թե օրենքն է, թե Աստծո առաջ այսօր որ դուք ամեն ձևի փորձում եք այդ փողի զոհ դառած, արա, այսօր դուք մեր աչքների առաջ փողի զոհ դառած ներկայացուցիչներ եք, ուրիշ ոչ մի բան չկա, բայց փողի զոհ դառնողը նույն փողով էլ ինքը էլի իր գլխին որ ասում է սարքելու է, այսքան էս բանի հետ կապված, որովհետև այս վերջի ժամանակները նորից եմ ասեմ Ես հենց հաջորդը դրան եմ ուզում անդրադառնամ, այո Նայ Այո, ու տենց էլ եղել է Ու նայեք, ու մենակ Նայեք, մենք ինչի ենք միշտ խոսակցության ընթացքում միշտ մեջբերում Ալիևի ասածները, որովհետև Ալիևի Չէ, որովհետև իրենց տեղ ժողովրդի մեջ այդ խոսակցությունը, խոսույթները, որ օգտագործում են, մտամնես տպավորություն է տալիս, որ ժողովուրդ մենք ենք անում, մենք ենք խոսում, բայց Ալիևը մի քանի րոպեից կամ մի քանի օրից հետո ասում է, լսի տղա ջան, դու չես, սա մեր նախաձեռնությունն է, սա մեր պարտադրանքն է, որ դուք կատարում եք, դուք անում եք։ Սա ու պատկերացրեք երկու հատ տեսարան է։ Մեկ նույն հարցի շուրջ խոսում են երկու մարդ, խոսք երկու ղեկավար կամ երկու կողմից, հա, մեկը ներկայացնում է ժողովրդին, որ սա է մեր ինքնության, անկախության, ձեռք բերած բան, նա էլ ասում է, լսի, սա մեր պարտադրանքն է, սա մեր պահանջներն է, որ դուք իրականացնում եք ու պիտի իրականացնեք, ու գիտեք ինչով է վստահ խոսում, ոչ թե ասում է պիտի իրականացնեք, ասում է դուք սա, ու չեք կարա չիրականացնեք, սա ասում է սրանց նմանատիպ ղեկավարներին, սա մեզ չի վերաբերում, մեզ նման տղերքը կամ մեր նման ժողովրդին հասկացող, գիտակցող մասը Ալիևին ասում է դե փորձի խոսքի, կամ էլ կանես կստանաս, կամ էլ խոսքի կտենակ ով աստեղ իր ասածին տեր կաղնում, բայց այսօր կրակն եք ընկել, որ նման ղեկավարություն ունենք խոսքի այս երկրի գլխին։ Ու կրակը ընկնելով, այդ կրակը ավելի է մեծանում, որովհետև նա արդեն մանրամասնորեն է խոսում, ինչ է կատարվում, ինչ գործընթացներ է գնում, ինչի ենք հասնելու։ Հələ մի հատ ստեղ տեսեք, Ալիևի կողմից ներկայացրած բաների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովրդից սկսած, Հայաստանի Հանրապետության պետությունից սկսած ինչ որ շահ կա, Ալիևը մեր մասին է խոսում ժողովուրդ, Ալիևը մեր մասին է պատմում, որ Հայաստանի զարգացման մասին է խոսում, կամ էլ իր մոտեցումները, ներկայացումները, երազանքներ, որ անվանում այդ բառը, դա մեր երազանքներն է, ոնց որ Արցախի բաններ, որ եկան տիրապետեցին, դա անվանեց երազանք, դա հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի Հանրապետության շահերի մասին է խոսքը գնում։ Հələ դե մի հատ լսեք սրանք էլ ինչ են խոսում։ Հələ մի հատ սրանց կողմից մի անգամ լսած կաք նմանատիպ խոսույթ։ Այն խոսույթը, որ խոսքի Ադրբեջանի հետ բանակցելով կամ Ադրբեջանի կողմին մենք շփվելով մեր երազանքները կատարում ենք։
Տեր ենք կաղնելու սրան, այսքան բաները մեզ հասնելու, մենք մի խոսույթ տես նմանատիպ դուք լսում եք ներկա իշխանությանը, այս ծառաներին, այս նվաստացած ես, որ ասում է, կզացած ես ներկայացուցիչներից, դուք մի բառ լսել եք տես բան, այս սրա մասին եմ ասում խայտարակության իմաստը, որ արդեն մեզ է հասել, հասարակ շարքային քաղաքացին ամաչում է դրա համար, հասարակ շարքային քաղաքացու խայտարականողը երկրի ղեկավարությունն է, հասարակ Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը ոտնահարողը ոչ թե պատմական թշնամին է, այլ ներքին թշնամին է, ներքին ղեկավարությունն է, հիմի որ ասում եմ, սա պլանավորած է, սա ծրագրավորված է, որովհետև Արցախի կործանումից հետո անցել են հաջորդ քայլին, դրանից հետո էլ մենք բաներ էլ կա, որ հələ դրա մասին էլ չգիտենք, սրանք որ գան հասնեն այդ նպատակին, իրենց իրականություն դառնա, դրանից հետո խոսելու են այլ մնացած քայլերի մասին, այն ժամանակ որ գան արդեն ձեր դռները ծեծեն, ամեն մեկի թելադրեն, ամեն մեկի պարտադրեն, արդեն անհատներով եմ ասում, սա հələ պետական խոսակցության խոսույթ է իրար մեջ, արդեն որ գան քո հողի մեջ քեզ թելադրեն, քեզ պարտադրեն, որ ասում եմ ամենի դուռը ծեծելու է, այ վտանգի մասին դրան եմ ասում, որ ասում եմ միշտ արցախցին ձեր համար ցավալի օրինակ է, դրա համար եմ ասում, որ մի ուրախացեք այն անկապ այն մասային եմ ասում, որ Արցախը միանգամից sense մոռացության տանք Արցախը ինչ է եղել, ու տարբեր հորինած մտքեր են ձևակերպում արդարացնելու ու միտեղ էլ մտածելու, որ դա իրենց չի կպնելու, որ սենց շարունակի, որ իրենց կարող է խուսափեն այդ կորուստ ունեցող հասկացողությունից, զոհաբերել կարող է ինչ-որ բան չլինի իրանց շրջապատի, այս սենց ենք են մտածել, որ այսօրն եք հասել, այս սենց այս բանով եմ, դրա համար այսօրվա իրավիճակում մեզ ունեցել ենք երկու հատ հզոր սարսափեցնող պատմական թշնամու համար հարց ու կարևոր պատմական նշանակություն ունեցող սրբության սկզբունքներ, որ ասում եմ ունեցող տենց հանգամանք, դա եղել է Արցախը ու Արցախի կործանումից հետո դա հայ առաքելական եկեղեցին է, թշնամին դրանից միշտ սարսափում էր Արցախից, միշտ սարսափում էր հայ առաքելական եկեղեցուց, հիմի Արցախը, որ կարողացել են վաճառեն, Արցախը, որ կարողացել են խաբելով ամեն ձևի անելով Արցախը տանել, հանձնել, ու այս ձևի դրա մեջ էլ ինքը որ ահագին բաները հետո է պարզվելու, ես գիտեմ թե ահագին փողային լափելու, թալանելու բան է եղել դրա մեջ, հետագայում կպարզվի դա էր, այսօր այդ նույն փորձ անում են հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, անունը դնելով ինչ որ հորինած մտածված բան, արա դուք ձեր արած ճանապարհի արած այդ հանցագործությունները, դուք ձեր անցած ճանապարհով ի պատասխանատու ձեր դավաճանությունները, որ դնում ես sense մի կողմի, մեկ էլ են մնացած հարցերը, որ ինչի մասին են խոսում կամ քննարկում, էսի գիտեք ինչա ժողովուրդ, էսի էլի այն նույն մոլորեցման այն ճանապարհն է, որ միշտ ձեզ փորձում էին մոլորացնելով, խոսելով, կամ այդ թեզերնա, խոստումներնա, սուտ խոստումները, մի հատ խոստում էլ չեն, իրականություն չդառավ, մի հատ այս հայազգի, այս երկրի համար մի հատ, որ ասում եմ, լավ զարգացման ոլորտ չտեսանք, բացի դրանից բոլորը հետ թշնամացանք, բոլորը հետ թշնամացել են, սկսած հիմի տնտեսության զարգացման լուրջ խնդիրներն է, անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներն է, բարեկամական հարաբերություններ տարբեր երկրների հետ էլի որ ունեցել են երկար տասնյակ հարյուրավոր տարիներ, էլի սաղ փչացավ, զրոյացավ, բայց ստեղ ինչն է խնդիրը, ստեղ էլ էր խնդիրը ինչ որ մարդկանց ուրիշների մեջ, ստեղ էլ էր խնդիրը ինչ որ միշտ որ նախկին մտքերն եք ձևակերպում, բանեիք, բա մի հատ նորություն ցույց տվեիք, բա մի հատ նոր ձեռք բերած ընկերա դաշնակիցա կամ էլ ինչ որ հզոր պետություն է, որ ես մեկ է մույսը, բա ցույց տայիք, տեսնենք ինչ է, որ հասկանաք ի տարբերություն հայմատաբար մենք էլ կարող որոշենք, ասենք, հա դեսի ավելի լավ է կամ էսի չկա, չէ, այսօրվա պարագայում, եթե մենք տեսնում ենք sense գնալով, ժողովուրդ, մեր անվտանգությունը պիտի թուրքը լինի հայ ազգի անվտանգությունը պատմական թշնամին, որը 2-3 անգամ ահագին անգամ ցեղասպանություն է մատնել մեր ազգի մեր ժողովրդին, մեր անվտանգությունը իրենք պիտի, մեր երկրի զարգացումը թուրքը պիտի թելադրի տամ թուրքի բանով պիտի լինի, որոշումով պիտի լինի, ուզումա չի լինում, ուզումա չի ուզում, կամ ես մեկ եմ ուսը, ինչ հետագա պլաններ կամ ինչ հետագա ծրագրեր ներկա իշխանությանը ունի, դա չկա մենակ դա թուրքի համաձայնության հետ ալնելու,
Սրանք ինքնուրույն չունեն ինչ որ ուղղություն, ինչ որ ճանապարհ կամ ինչ որ ծրագրեր, որ անկախ հասկացողությունով եմ ասում, սրանք սիրում են այդ բառը շուշուտ օգտագործելը, անկախություն եք ձեռք բերել, ինքնություն եք ձեռք բերել, այդ բառերի հիման վրա սրանք չունեն մի հատ ծրագիր, որ այդ անկախության, ինքնության հիման վրա իրենք այդ ծրագիրը տեսնում են զարգացման։ Ամեն ինչի մեջ կա մեծ կարևոր դերակատարություն կամ որոշում կայացնող կամ Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ուրիշ ոչ մեկը ստեղ չկա։ Հիմի օրենքի սահմանադրության մասին են խոսում ու շուշուտ խոսում են դրա մասին, էլի բա օրենքը պիտի ծառայի ժողովրդին, սահմանադրությունը պիտի ծառայի ժողովրդին ու ոչ մեկը իրավունք չունի սահմանադրություն խախտելու, օրենք խախտելու, բա միջև այսօրս դուք մենակ հենց դրանով էլ զբաղվում եք։ Օրենք էլ եք խախտում, սահմանադրությունն էլ եք ոտնահարում ու ամեն ինչ, այնինչ տրված էլ այնինչ պատկանում է ժողովրդին, ու ժողովուրդը իրավունք ունի։ Դուք բոլոր այդ իրավունքները ոտնահարել եք։ Այդ իրավունքները, այդ ինչ հասնում է ժողովրդին, դուք ոտնահարելով ժողովրդին տանում եք գործանման, բայց ուզում եք տանեք ու խոսքի այդ փորձերը կա, այդ ծրագրերը կա, բայց մենք ժողովուրդ նորից եմ ասում, մի հատ ուշներս գլուխներս հավաքենք, մենք հարմարվում ենք սրա հետ, ու կհարմարվենք սրա հետ, սա ինքնասպանություն է, սա ինքնաոչնչացման բան է գնում, պրոցես է գնում, որ մենք մեր ձեռով ենք անելու դա, մենք մեր ձեռով, վաղվա օրը ինչ որ կատարվեց այս ժողովրդի, այս հայրենիքի հետ, մայր հայրենիքի, սուրբ հայրենիքի հետ, սա նորից եմ ասում, սա մենք ենք անում, մեր ձեռով, ու սա անվանելու եմ ինքնաոչնչացման, ուրիշին չմեղադրեք, մեղավորներ ման չգաք նախկին, ներկա, անցյալ բան, մեղավորության իմաստը այսօրվա պարագայում, մեծ պատասխանատվության փայը արդեն գցել են ժողովրդի վրա, ինչի համար, որովհետև 3 անգամ ընտրում եք նույն դավաճաններին, 3 անգամ ընտրում եք նույն հանցագործներին, ով ձեզ տարել է կործանման, ով ձեզ տարել է զոհաբերել, դուք գնում եք այդ ձևի ընտրություններ եք անում, այսօր ինչի մասին եք ուզում դուք ինչ սպասելիքներ ունեք կամ ինչ հույսեր եք կամ ում հետ եք կապում, դուք սրանով մենք բոլորս մի հատ բան եք ներկայացնում, սենց մի հատ տեսարան, որ մենք դրան արժանի ենք, ցույց ենք տալիս, որ մենք դրան արժանի ենք, տենց է դառնում, ուրիշ բան չկա, այս սենց նմանատիպ ղեկավարներն էլ իրենց ղեկավարման ընթացքում այն ձևի են այդ բաները անում, որ վերջում ձեզ են ասում ժողովուրդ, բա դուք եք ընտրել, բա դուք ասեիք, բա չթողնեիք, բա հեղափոխություն անեիք, բա սենց անեիք, մարդիկ այնքան են զգում իրենց սխալները, որ ժողովրդին ասում են, արա, հա տես բան կա, բանիկ, բարիք, բանորից գնում եք էլի նույն բանը, որ ասում եմ, նույն ընտրությունները կատարում կամ նույն, բացի դրանից, նորից անդրադառնալով ազգային ժողովի այսօրվա բաները, որ մենք հետևում տեսնում եք, ազգային ժողովը այս կարգավիճակում, այս նմանատիպ ծանր իրավիճակում, սենց դրսևորումով հարցի լուծումներ չի ունենալու, ազգային ժողովում ներգրաված բոլորը, ով շահագրգռված են այն լավ փոփոխությունների կամ էլ ինչ որ գործողության process-ների, ժողովուրդ ջան, հարգելի ընդդիմադիրներ, փոխեք ձեր մոտեցումները, փոխեք ձեր, որ ասում եմ, պահանջների ձևակերպումը, փոխեք ձեր, որ ասում եմ, շփվելուց սկսած ամեն ձևի, դուք այն ձևի մարդկանց հետ եք մի մթնոլորտում եք գտնվում, որ դրանք ոչ մեկին ինք իրանք սեփական ազգի ժողովրդին չեն սիրում, չեն ընդունում, գնացել եք ինչ դաշտում եք ուզում, ում հետ լեզու ճարեք, ինչ դաշտի, սրանք որ թուրքին ծառայում են, թուրքին չեն կարող մի վատ բան ասեն, թուրքին չեն կարող կաղնեցնեն կամ նրա ասած խոսույթին անդրադառնալ արձագանքով դաժե, այսօր ում հետ եք ուզում, բայց չեք տեսնում, որ որոշումը այդ ազգային ժողովում չի, չեք տեսնում, որ որոշողները այդտեղ նստածները չեն, դրանք կամակատարներ են, հիմի եկած դրանց հետ էլ ինչ-որ բան եք ուզում պայմանավորվեք, ինչ-որ մթնոլորտ եք ուզում ձևակերպեք, ինչ-որ անուններ բարերել, նոր ինչ-որ բարեր օգտագործելով, դա սուտ է, դա իրականություն չի դառնալու, պիտի մոտեցումը փոխի, հանրությունը ուզում է տենի ինչ ազգային ժողովից, որ գոնե այդ ազգային ժողովի, որ գնացել եք հասել տեղից մի հատ բան տվեք հանրությանը, որ հանրության մեջ սկսի կամաց արթնանալը այն պրոցեսների, այն գործողության ճանապարհը, որ վաղը կամ վաղը չմույսօրը ձեզ բոլորի համար պետք է լինելու։ Նորից եմ ասում, սկսած մարտի դաշտից, որ պետք է լինի ժողովուրդը գնան կռվեն տեղ ու սկսած էլ ներքին այս իրավիճակից, որ ասում է բան անենք։